Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն ենք քննարկում և իհարկե սկսեցինք քննարկել հիմնականում մեր գործընկերները, բանակը և բանակի զարգացումը։ 2018, հատկապես 2020 թվականից հետո բանակը անընդհատ զարգանում է, փոփոխվում է, կերպափոխվում է, սակայն մեր ընդդիմադիր գործիչների, մեր ընդդիմադիր գործընկերների տեքստերը հենց այդպես էլ շարունակում են մնալ նույնը։ 2020 թվականից 6 տարի անցել, սակայն մեր գործընկերները շարունակում են դեգերել նախահեղափոխական Հայաստանում, հաղթանակած թալանի գեներալների փառքի անկյուններում և ոչ մի ձևով չեն կարողանում ընկալել կամ ընդունել, որ ամեն ինչ փոխվում է, բանակն էլ է փոխվում, զարգանում է։ Այդ զարգացման ընթացքում լինում են խնդիրներ, լինում են, ընդունում ենք, որ լինում են խնդիրներ, ընդունում ենք, չենք թաքցնում, սակայն դուք շարունակում եք քննադատել զինված ուժերը այնպես, ինչպես կարող էիք քննադատել մենք, օրինակ 15 տարի առաջ։ Պարոն Խաչատրյան, երեկ երբ զինատեսակներից էիք խոսում, մի հատ կարծում եմ ոչ այնքան հաջող արտահայտություն արեցիք, ասեցիք մեր բանակի զինատեսակների բազմազանությունը հաշվի առնելով կարելի է մտածել, թե խաշը խառնում ենք սուշիի հետ։ Պարոն Խաչատրյան, օրինակ հայկական բանակի մեր զինված ուժերի ռազմական տեխնիկայի մասին ձեր գիտելիքները պատգամավորին հարիր չեն, ինչպես հարիր չեն նաև այդ համեմատությունը։ Եթե դուք ուզում եք սրամիտ թվալ, եթե ուզում եք ինչ-որ մտքով փայլել, որ դուք հնարամիտ եք, գուցե, բայց այդտեղ չեմ կարծում, որ դա ձեզ հարիր էր, էլի, որպես պատգամավոր, որը 5 տարի բավականին ինֆորմացիա ունեցել է մեր զինատեսակների մասին։ Պարոն Վարդանովին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ բանակի մասին նրա խոսակցություններին և դատողություններին, որովհետև ես ձեզ մենակ մի բան կհարցնեմ, ինչ եղան են գմբեթները, այն որ ամբողջ հայությունից փող էիք հավաքում, գմբեթներ էիք սարքում, անունն էլ դրել էիք գմբեթ, որ իսրայելական երկաթյա գմբեթների նման էմոցիոնալ տպավորություն առաջացնի մարդկանց մոտ, այդ որ սենց եք անում, այդ գմբեթները, որ ինչ-որ մարդկանց բակերում սարքում էիք, առանց ՊՆ-ի հետ համագործակցության, առանց թույլտվության, ինչ եղան։ Ոչ թե փլվեց, այլ նրանք ի սկզբանե փլված էին, չփլվեցին։ Այսպես որ սենց հա, շարունակեք, բայց այդ փողերի հաշվետվությունը ուր է, ինչ արեցիք, այդ գմբեթները ոչ մի փորձարկման չդիմացան, ուղղակի պատերազմից հետո դուք մարդկանց զգացմունքներն օգտագործեցիք, փող հավաքեցիք, ինչ որ չգիտեմ ինչ է սարքեցիք, ինչ որ բաներ, չգիտեմ դա ինչ էր, կիսատ պրած կառույցներ, ուղղակի այսօր չհասցրեցի նկարները բերեմ փորձարկման արդյունքներից հետո, որ տեսնեիք դրա տակ քանի հոգի կենթանի կմնար։ Ուղղակի ամոթ է, էլի։ Այդ գմբեթներից հետո եւ դուք բանակի մասին խոսում եք, մարդու ծիծաղ է գալիս։ Գումարների մասին հաշվետվությունը ներկայացրեք։ Գեղամ Մանուկյանն անդադ խոսում է ատեստավորման մասին, ստեղ չի։ Պարոն Մանուկյան, գիտեմ որ կլսեք, ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 75%-ը հիմնականում հաղթահարում է դրական շեմը և հիմնական աշխատավարձից բացի ստանում է 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ հավելյալ։ Հետևաբար նշանակում է, որ հազարավոր, կոնկրետ թիվը չեմ կարող նշել, որովհետև ճիշտ չի լինի, զինծառայողներ ստանում են բավականին բարձր աշխատավարձ։ Համազգեստի մասին է խոսում անդադ պարոն Մանուկյանը, նոր նմուշի համազգեստները, դաշտայինը, տոնականը, արարողակարգայինը և այդ զորատեսակների համար նախատեսված համազգեստները ներդրման փուլում են այժմ։ Շուտով զորային փորձարկումներ կանցնի, կավարտվի և կհաջորդեն մրցութային և գնման ընթացակարգերը։ Էս էլ այդպես հեշտ գործընթաց չէր և սրա հարցն էլ է լուծվում, անդադ գալ շահարկել ճիշտ չի։ Գնդերեցների մասին շատ եք սիրում դուք այդ թեմաները։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այժմ կա 25 գնդերեց, 2-ով կհամալրվի առաջիկայում, 15 ժամկետային զինծառայողներ են, 12-ը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն աշխատում են աշխատանքային պայմանագրով և ստանում են բարձր աշխատավարձ, հետևաբար այդ հարցն էլ լուծված է։ Պարոն Վարդանովյանը կարծում էի չէր խոսի քվեարկության մասին, բանակի քվեարկության մասին այդ տոնայնությամբ, բայց պարոն Վարդանովյան, եկեք այս հարցին դուք մի անդրադարձեք, որովհետև
երբ գաղտնալսումներից մեկի մեջ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը Սիսիանի զորամասի հետ կապված հորդորում էր, ասում էր գնանք մարդ տեսնենք, զորամասի ձայն բերենք, դրանից հետո դուք էլի խոսում եք բանակի ներգրավման մասին, բա որ բանակի ներգրավման մասին սկսենք խոսալ, էլի 15 տարի հետ գնանք, ոնց էին զինծառայողներին քվյաթերթիկը քվյարկած տալի ու քվյարկում էին։ Պարոն Կարապետյանը լավ կհիշի, ձեր հայրիկի այն ժամանակ հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկն էր, կարծում եմ։ Հետևաբար այդ ընտրակաշառքի թեմաների մասին խնդրում եմ մի խոսեք, որովհետև ես շարունակում եմ անհամբեր սպասել դատական նիստերի ավարտին, երբ կլինեն դատավճիռները եւ այստեղից ես բոլոր դատավճիռները պիտի կարդամ, որ դուք տեսնեք, թե տեսնեք չէ, գաք ներողություն խնդրեք։ Այստեղ Էդգար Ղազարյանն եկել է մի հատ բան պատմում ականապատ դաշտերի քարտեզների մասին։ Պարոն Ղազարյան, ես հասկանում եմ, այդ ինչ նախապատմություն եք սկսում։ Դուք սկսել եք ինչ-որ ականապատ դաշտերի քարտեզները հանձնեցին, որ սենց, որնենց, մի հատ հեքիաթ եք պատմում ուսումնադաստիարակչական տոնով, որ հետո ասեք ինչու եք ցանկացել հայ սակրավորների մահը։ Այդ էլ յուրահատուկ մանիպուլյացիա է, վերջացրեք։ Ինչքան էլ այտենց նախապատմությունով հերվից գag, որ ձեզ արդարացնեք, միևնույնն է, դուք չեք արդարացնելու ձեր խոսքը, առավել եւս դերային խոսքը, որ մի հատ այդ խմբակցության բոլոր անդամները գան խոսեն, վերջացնեն, նոր ես կամփոփեմ։ Դուք ինչ էլ անեք, չեք կարողանալու ամփոփել, որովհետեւ ես սպասում եմ նաեւ, որ դուք գաք պատմեք ձեր դատական վերջին նիստի մասին, այդ էլ է շատ կարեւոր։ Դավթյան Գառնիկը այստեղ եկավ, խոսեց, պատմեց Ադրբեջանի զորահանդեսի մասին, մանրամասը ներկայացեցին, զինատեսակներ ունեն։ Պարոն Դավթյան, փշաքաղվում էիք, երբ Տիկին Կարապետյանը ձեզ պատմեց ձեր մասին։ Այդ ինչ մի տենց ոգևորված եկաք, մանրամասը ներկայացեցիք, մեր զորահանդեսը չեք նայել։ Չեք նայել։ Մենք զենք չունենք։ Այդ որ մենք 7 պետություններից զենք ենք առել, այդ տեղյակ չեք այդ մասին։ Չէ, դուք ուրիշ տոնայնությունով եք խոսում։ Այնպիսի տպավորություն է, որ անպայման բոլորդ պիտի գաք, ասեք, որ մենք ոչինչ չենք արել, ոչինչ չենք արել, ոչինչ չենք արել։ Ասեք, դրանից հոբան չի փոխվում։ Հիմնակ այդ մանիպուլյացիաները հին են արդեն։ Այստեղ 5 տարի այդ բոլոր խոսակցությունները հնչել են։ Բոլոր բաները հնչել են, բոլոր զենք չունենք, էս չեք անում, Ադրբեջանի ռազմական բյուջեն, այսպես անընդհատ խոսում են, դուք որ խոսում եք նորմալ է, բայց որ 5 տարի падգամավոր եղած մարդիկ նույնը կրկնում են, իմանալով բազմաթիվ մանրամասներ, այդ արդեն ավելի տենց անլուրջ տպավորություն է թողնվում։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, երբ պարոն Գաբրիելյանին ասում էիք, որ մի օր միջոցառում կազմակերպենք բոլոր զոհվածների հետ կապված, ինչ որ նշել, ոգեկոչել, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակի օր։ Նախագծի հեղինակն է եղել Ռուբեն Ռուբինյանը եւ Գեղամ Նազարյանը։ Այսինքն ամեն տարի հունվարի 27-ին մենք ունենք այդ օրը։ Դուք որպես ազգային ժողովի падգամավոր արդեն պիտի իմանայիք դրա մասին։ Եթե դուք ուզում եք առանձնահատուկ ինչ-որ բան, դա ձեր գործն է, բայց մենք պետական մակարդակով ունենք այդ օրը։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, ես նաև ակնկալում եմ, որ դուք մի օր, կարծում եմ այս օրը ամենահարմար օրերից մեկն է, կարող եք այս բարձր ամբիոնից մեզ պատմել, թե ինչու դուք եւ ձեր եղբայրները չեք ծառայել զինված ուժերում, կամ ինչու եք հրաժարվում փորձաքննությունից։ Մենակ չասեք, որ 2018 թվականին դիմել եք Հայաստանի Հանրապետության գլխավոր զինկոմին, որպեսզի ձեզ թույլատրի ծառայել, կամ 19-ը։ Խնդիր չկա, չասեք, որովհետև երբ դուք թուղթը ձեռքին այդ խոսում եք, թղթի վրա երևում էր, թե այնտեղ ինչ էր գրված։ Հա, հետևաբար եւ տարիքն էր անցել եւ դուք երկու զավակ ունեիք։ Հետևաբար այդ չասեք, դա չի անցնում։ Ուղղակի ասեք, թե դուք 4 եղբայրներով ինչու չեք ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ինչու չեք ուզել ծառայել։ Դա ինձ համար շատ կարեւոր է եւ կարծում եմ մեր քաղաքացիներին էլ բավականին հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իդեպ ասացիք Ռուբեն Ռուբինյան եւ Գեղամ Նազարյան, հիշեցի, որ այսօր
նավասարն է, որը բացի հին